Համեցեք, պարոն Թունյան։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, նախ որևէ մեկը որևէ երկրից եկած քաղաքացիներին չի թիրախավորում, չի կարող թիրախավորել։ Անձամբ ես շատերին գիտեմ, որ Ռուսաստանի Դաշնությունից եկել են հատուկ մեզ քվեարկելու համար, բայց ի տարբերություն շատ դեպքերի իրանց որևէ մեկը ոչ ուղղորդել է, ոչ էլ ստիպել է։ Այդ որ ասում եք ընտրական տուրիզմ, ես անկեղծ ասած չեմ հիշում, որ հարցի պատասխանը նման բան հնչել, բայց տուրիզմը, պարոն Խաչատրյան, ենթադրում է կամավորություն եւ սեփական միջոցների հաշվին որևէ տեղ գնալ։ Այս դեպքում մենք գործ ենք ունեցել համատարած երևույթի հետ, որտեղ կազմակերպված, մարդկանց ֆինանսավորելով, որոշ դեպքում սպառնալով ուղղորդել են Հայաստանի Հանրապետություն։ Ես ինքս անձամբ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ մեր ազգային անվտանգության ծառայությանը։ Ու եթե Հայաստանի Հանրապետությունում մի հատ փոքր շրջայցանեք, ձեզ ամեն քաղաքացի առնվազն մի քանի դեպք կպատմի։ Երկրորդ բանը, որ ասում եք, Տիկին Մինասյանը շատ լավ ասաց, 2007 թվականին, երբ որ դեսպանատներում քվեարկելու այդ մեխանիզմը վերացավ, էդ էլ էր ինչ-որ առումով սահմանափակում, որտեղ ստացվում է, ով սոցիալապես հնարավորություններ գալ ընտրելու, ինքը պիտի ընտրի։ Բայց դա երևի Ռոբերտ Քոչարյանի կողմից կայացված այն հատուկենտ ճիշտ որոշումներից մեկն է, եւ երրորդը վիճակագրության մասով։ Պարոն Մինասյան, ես ունեմ վիճակագրություն։ Այդ վիճակագրությունը իհարկե ճշգրիտ չի, որովհետև չի կարելի իդենտիֆիկացնել, թե մարդը կոնկրետ ընտրելու համար է եկել Հայաստան, թե չէ, բայց շեղումը կարանք հասկանանք։ Ես հարցում եի արել համապատասխան կառույցներին ու խնդրել էի ինձ տրամադրել 3 տարվա կտրվածքով 2024-25-26 թվականների համար մայիսի 1-ից մինչև հունիսի 7-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության անձնագրերով Ռուսաստանի ժամանած քաղաքացիների քանակը։ Վիճակագրությունը այսպիսին է մոտավորապես 2024 թվականին եղել է 135,000-ի չափ, 2025 թվականին եղել է 137,000-ի չափ, 2026 թվականին եղել է 172,000-ի չափ, այսինքն 35,000-ի չափ շեղում առնվազն կա։ Մնացածը արդեն ավելի մանրամասն եթե կարիք լինի կներկայացնեմ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։